Սիրուներս, եկեք տեսնենք ներկայիս ձեր իրավիճակը եւ ինչպիսի լուծում կստանա այդ իրավիճակը։ Ներկայիս ձեր իրավիճակը եւ ինչ լուծումներ կստանա այն։ Կդնենք 9 շարք։ Այստեղ է ձեր հարցի պատասխանը, դու չի։ Տեսեք, հիմա այն հարցի հետ կապված, որը ձեզ անհանգստացնում է, ինչ որ նեգատիվ բան կա, որ փորձում եք դուք մաքրեք ձեր կյանքից, որպեսզի կարողանաք ձեր կյանքը դեպի դրական փոփոխությունների տանեք, բայց այստեղ նախանձ կա, օձի նման այսպես փաթաթվել են ձեր հաջողության վրա ու չեն թողնում, որ դուք առաջ գնաք։ Կարտը տու չի։ Սա նշանակում է, որ նաև դուք գտնվում եք անորոշ վիճակում, բայց քանի որ մենք այստեղ ունենք բարեկեցության կարտը, ես սա այսպես կդնեմ։ Այն օձը, որ ձեզ խանգարում է ու այն անհանգստությունն ու անորոշությունը, դուք պատրաստ եք, դուք այդ ուժ ունեք մաքրելու, որ գնաք բարեկեցության դեպի։ Եթե դուք այդ ամեն ինչը անեք, ձեր շրջապատում նախանձ, բամբասող, այսպես ձեզ խանգարող մարդկանց զտեք ձեր կյանքից, ձեզ հաջողություն սպասվում է։ Իսկ ինչու է այստեղ ընկել այս կարտը։ Դա նշանակում է, որ դուք գտնվում եք մի իրավիճակում, որտեղ պետք է կարողանաք մինչև բարեկեցության հասնելը, ձեր կյանքից մաքրեք այն մարդկանց, ովքեր իրականում ձեզ խանգարում են։ Եվ ձեր մոտ անորոշություններ են առաջացնում։ Հնարավոր է դուք նույնիսկ ձեր անձի հանդեպ լցվում եք այսպես անվստահությամբ, դուք ինքներդ արդեն ձեզ չեք հավատում, չեք կարողանում վստահել, որովհետև ձեզ խանգարում են։ Օձը ցույց է տալիս այդ նախանձը, այդ չարությունը, այդ ատելությունը, որ ձեր շուրջն է։ Էլ չեմ խոսում, որ նման իրավիճակում հենց դուք կարող եք լինել հենց այդ տեսակ, այսինքն ինչ որ նախանձ չարություն լինի ձեր մեջ, որը փակում է ձեր հաջողությունը։ Այստեղ իհարկե հարցը ավելի խորն էր եւ պատասխանն էլ բնականաբար ավելի այսպես խոր է եղավ։ Այստեղ կա երկու դեպք։ Մեկ դուք, որ ձեր միջի նախանձը, չարությունը, ատելությունը կարող է ձեզ խանգարել հանգիստ ապրել եւ գնալ դեպի բարեկեցության, մեկ էլ որ կարող է ձեզ այսպես կողքից խանգարեն ու դուք չկարողանաք։ Երկու դեպքում էլ դուք համ ձեզ պետք է մաքրեք, համ նմանատիպ մարդկանց, որովհետև այնպես չի, որ դուք լրիվ անհաջողակ եք կամ ձեր մոտ չի ստացվի ոչ մի բան։ Դուք մի հատ այն վիճակում եք հայտնվել, որ դուք ինքներդ արդեն ձեր արժեքը ձեր աչքից այսպես կարելի ասել իջելական մարդիկ են հայտնվել, որոնք փորձում են ձեր աչքից հենց ձեզ գցել, բայց դուք ունեք այդ իրավիճակը, այդ էներգիան, որ կարողանաք դուրս գաք դեպի բարեկեցություն։ Ուշադիր եղեք, եթե ձեր մեջ այդ ատելությունը, այդ չարիքը հանեք արմատապես, ինքը բլոկում է ձեր հաջողությունը, իսկ եթե կողքից ուղղակի կողքից մարդիկ կան, որ հստակ ձեզ խանգարում են, իրենց մաքրեք ձեր կյանքից, որովհետև իրենք թունավորում են համ ձեր շնչած օդը, համ ձեր կյանքը։